Այնուամենայնիվ, միայն զենքեր գնելով ու բանակը զարգացնելով հնարավոր չէ երկիրը անվտանգ պահել, եթե չլինի համապատասխան քաղաքական առաջնորդություն։ Լեհաստանին այսօր անհրաժեշտ է Յոսիֆ Պիլսուդսկու նման ազգային ու ռազմաքաղաքական առաջնորդ, ու մեր Նժդեհը համարում էր մարդկության հոգևոր հսկաներից մեկը։ Սակայն մեզ Նժդեհի նման նոր առաջնորդ ավելի շատ է պետք, քան Լեհաստանին Պիլսուդսկու նման նոր առաջնորդ, քանի որ մենք իրականում լեհերից էլ ավելի վտանգավոր ու ծայրահեղ իրավիճակում ենք գտնվում։ Եկեք հասկանանք, որ խաղաղության հետևից վազելով մենք մոտենում ենք մեր պետականության մահվանը։ Այս նեոբոլշևիկյան հայրենադավ կառավարությունը կեղծ ընդդիմադիրների հետ միասին շարունակում է մեր ժողովրդին խաբել ու մոլորեցնել, անտեսելով մեր սերունդների ապագան։ Մեզ փորձում են համոզել, որ խաղաղություն նշանակում է նահանջ եւ համակերպում այս ստոր վիճակի հետ, բայց իրականում այդ դատարկ լոզունգները մեզ զրկում են պայքարելու մեր բնական իրավունքից եւ մեր երկրում իշխանություն պահելու կարողությունից։ Մեզ պայքարելու կամքից զրկելով նրանք ուզում են տիրանալ մեր պետությանը, ոտնահարել մեր պատիվը եւ մասնատել մեր հայրենիքը։ Բայց իրական հայ ազգայնականների վրա խաղաղության մասին սին խոսքերը չեն ազդում։ Հայաստանում դեռ կան արժանապատիվ հայեր, ովքեր չեն կորցրել ողջամտությունն ու գիտակցությունը, ովքեր գիտեն, պարտվողականության հետ համակերպելը միայն ավելի մեծ աղետների եւ պարտությունների ճանապարհ է բացում։ Մենք գիտենք, խաղաղություն հետապնդելով մենք միայն կհանդիպենք ավելի ծանր կորուստների եւ նոր պատերազմի սպառնալիքների։ Խաղաղություն ունենալու համար հարկավոր է գնալ ոչ թե խաղաղության հետևից, այլ ուժի, հզորության եւ վեհության հետևից, քանի որ այդպես ենք իրական խաղաղություն ստեղծում։ Մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր շահերը, պահպանել մեր ազգային արժանապատվությունը եւ կանգնել յուրաքանչյուր ոտնձգության դեմ, միավորվելով մեկ նպատակի շուրջ, ապահովել մեր անկախությունը եւ մեր ազգի զարգացումը։ Խաղաղությունը պատկանում է ոչ թե խաղաղություն մուրացողներին, այլ խաղաղություն պարտադրողներին։